ասա ոչ։ Հայազգային կոնգրեսն ու Ժառանգությունը համատեղ հայտարարության մեջ ահազանգում են իրենց տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամների վրա գործադրվող ճնշումների մասին։ Ոչի շտաբի եւ հակխմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, հանձնաժողովների իրենց անդամներին կաշառելու փորձեր են արվում, ըստ Զուրաբյանի իշխանությունները ճնշումների այս մեթոդին են դիմում, քանի որ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվել են ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններին։ Ոչ ընտրակաշառքը, ոչ բազմակի քվեարկությունը այս դեպքում չեն կարող ապահովել անհրաժեշտ ձայների քանակն, ասում է։ Իշխանության այս ընտրարշավը տանող բոլոր գեներալները շատ լավ գիտեն, որ տապալել են այլևս այս հանրաքվեն։ Իրենք դա շատ լավ գիտեն։ Իրենք գիտեն, որ ժողովրդի ձայն չեն ստանալու են միայն զանգվածային եւ վճռական ոչ։ Իրենք հիմա հասկանում են, որ միակ ելքը, որ մնացել է, դա զանգվածաբար կեղծել արձանագրությունները տեղամասերում։ Դրա նպատակով իրենք մոտենում են հիմա մեր հանձնաժողովականներին, փորձում են նրանց հետ կոնտակտներ հաստատել, կաշառելու առաջարկներ անել եւ այլն եւ այլն։ Հանձնաժողովի անդամների կամ նրանց հարազատների նկատմամբ ճնշումների մասին բարձրաձայնում է նաև Ժառանգության պատգամավոր սահմանադրական փոփոխությունները իշխանափոխությամբ տապալելու կոչ անող Նոր Հայաստան շարժման անդամ Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով հանձնաժողովի իրենց անդամներին հորդորում են ընտրությունների օրը պարզապես չներկայանալ տեղամաս։ Պնդումներ կան, որ դուք ավելի լավ կլինի այդ օրը չգնաք աշխատանքի, այսինքն հանձնաժողովի նիստին չգնաք, մենք այն վճարը, որը ձեզ նախատեսված է պետության կողմից, մենք 2 անգամ ավելին կվճարենք, դուք հրաժարվեք մասնակցելու որպես հանձնաժողովի անդամ այդ նիստերից, այդպիսի հազանգներ ունենք։ Ոչի ճակատի հայտարարության ճնշումները կազմակերպում են մարզպետները, որոշ համայնքների ղեկավարներ եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված առանձին պատգամավորներ։ Լևոն Զուրաբյանը զգուշացնում է, արարքը քրեորեն պատժելի է։ Մենք զբաղվելու ենք նաեւ այդ հանցագործներին գտնելով, անունները հրապարակելով, եթե պետք լինի նաեւ ձայնագրություններ, տեսագրություններ անելով, նրանք պետք է հասկանան, որ խաղում են արդեն կրակի հետ, խաղում են արդեն ժողովրդի ճակատագրի հետ եւ ըստ էության հանցագործություն են անում մեր ամբողջ ժողովրդի ապագայի նկատմամբ, մեր ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի բան է եւ թող չմտածեն, որ հենց այնպես սա կանցնի։ Հանրապետական կուսակցության մամլոխոսնակ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անլուրջ է համարում նման հայտարարությունները։ Անհասց է առանց փաստերի մեղադրանքներին, այսպես ասած ճակերտավոր մեղադրանքներին, օդում ասած հայտարարություններին չեմ մեկնաբանում։ Եվս մեկ անգամ ասեմ, եթե որևէ մեկը ունի մտահոգություն, առավել եւս ունի փաստեր, այդ փաստերը պետք է հնչեցնի։ Եվ երկրորդը, վիրավորական է, որ մարդիկ իրենց վստահված անձերին չեն վստահում։ Այսինքն ինչ իրանք կարծում են, որ իրենց վստահված անձերը կամ հանձնաժողովի անդամները պոտենցիալ կաշառվողներ են, պոտենցիալ դավաճաններ են, ես չեմ կարծում, որ նման փիլիսոփայությունը ճիշտ է։ Իսկ առհասարակ նման քաղաքականությունը, որ անհասց է օդում կրակող հայտարարություններ անել, դա անլուրջ է։ Անլուրջ է մանավանդ հիմա։ Շարմազանովն ասում է, ընտրողների հետ հանդիպումներ են ունենում, անկաշկանդ մթնոլորտում իրազեկում են մարդկանց, իրենց հանդիպումներից հետո այո ասողների թիվն ավելանում է։ Ոչ ասողներ էլ կան, այո ասողներ էլ կան, կողմնորոշվածներ էլ կան, բայց հանդիպումներից հետո այո ասողները ավելանում են։ Ինչու, որովհետև բովանդակային քննարկումների արդյունքում ոչ ասողները որևէ, հիմնականում որևէ հակափաստարկ չեն ներկայացնում կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ, իսկ այո քարոզողները կոնկրետ խոսում են բովանդակային քննարկումների վերաբերյալ։ Ես եւս մեկ անգամ նշեմ, որ այս բարեփոխումը սա երշիկի թանկացման կամ էժանացման բարեփոխում չէ, սա երկրում համակարգային փոփոխությունների իրականացման բարեփոխում է, որի նպատակն է ավելի կայուն, ավելի անվտանգ եւ ավելի ժողովրդավարական հիմքեր ստեղծելն է մեր երկրի ապագա զարգացման համար։ Լևոն Զուրաբյանը սակայն հակադարձում է, վերջերս համացանցում հայտնված այոյի քարոզչական տեսահոլովակը ընդամենը 15 հոգի էր հավանել, մինչդեռ շուրջ 1.500-ն իրենց բացասական գնահատականն էին տվել։ Այնքան համընդհանուր է այս ոչի տրամադրությունը, որ այո ասելը դարել է ամոթ մի բան։
Ոչ ասողների մեծաթիվ բանակի մասին պնդումներին, սակայն Էդուարդ Շարմազանովն այսպես է արձագանքում. Դեկտեմբերի 6-ի երեկոյան կիմանանք ինչքան է ոչ ասողներ, ինչքան են այո ասողներ։